Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ուշագրավ հայտարարություն է հնչել Իրանից, Հայաստանի արձագանքը չի ուշացել։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թրամփի ուղին քննարկելիս ասել է, որ Թրամփի ուղին փաստացի նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը։ Խորհրդականն ասել է, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան։ Վելայաթիի խոսքով Իրանն ի սկզբանե դեմ է եղել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն եւ վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է հանդիպման մեկ այլ հատված, երբ ի պատասխան այս պնդման դեսպան Գրիգոր Հակոբյանն ասել է, որ թրիփը կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության եւ տնտեսական զարգացման համար։ Հայաստանի դեսպանը նաեւ վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու մասին Թեհրանի աներկբա դիրքորոշումը եւ հաշվի առնում բարեկամ Իրանի անվտանգային եւ քաղաքական զգայունությունը։ Թրիփը Զանգեզուրի միջանցք չէ, Ռուբեն Ռուբինյանն է հակադարձել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականին, շեշտել է, որ ցանկացած երկրի պաշտոնական տեսակետ հայտնում է արտգործնախարարությունը եւ այս դեպքում իրենք հաշվի են առնում հենց Իրանի արտգործնախարարության հայտարարությունները։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ կրկին վիճել են իշխանությունն ու ընդդիմությունը, թեման եղել է Արցախը եւ ոչ միայն։ Մոգական էր, պարոն Կոնջարյան, քաղաքական ուժը, որն ասում էր Արցախը թոք է, Արցախը մեր հանրապետության անկախությանը խոչընդոտ է, հիմա պատկերացնում է, որ սենց սրտից հավով է ասում անտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բա հեղաշրջվածը ինչի՞ չէր բողոքել, որ իրան շրջել են։ Ոնց որ թե ինքն էլ դեմ չէր շրջվելուն։ Շրջվողը դեմ չէր շրջվելուն, հենց այդ եմ ուզում ասեմ։ Մյուսը վարկի հետ կապված։ Մենք չենք ասում ինչի եք վարկ վերցրել զենք առնելու համար։ Մենք չենք ասում ինչի եք զենքի վրա շատ փող ծախսում, ասում ենք ավելի քիչ եք ծախսում, քան թե պետք է։ Բայց վեր կենալ ասել 8 միլիարդ վարկ ենք վերցրել, 8 միլիարդի զենք ենք առել։ Բա ճանապարհ ինչի հաշվին եք կառուցել։ Ակնհայտ է, չէ՞ որ 8 միլիարդի զենք չեք վերցրել, վարկ չեք վերցրել, որ զենք առնեք։ Մանավանդ հիշացնեմ ձեզ, որ ձևակերպումը մի քիչ ուրիշ էր։ Շատ էր պետք, շուտ էր պետք, վերցրեցինք, հիմա էլ վերցնում ենք։ Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոք էր։ Ասվել է Ղարաբաղի հարցն էր թոք Հայաստանի վզին։ Դրանք շատ տարբեր բաներ են եւ այդ Ղարաբաղի հարցը թոք սարքելու ամենակարևոր ուրեմն գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը։ Գյումրիում հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հարազատ հորն ու մորը։ Ահազանգստացել են այսօր առավոտյան դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը, պարզել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը 64-ամյա Սայադին եւ մորը 63-ամյա Նազելիին։ Տղամարդուն ձերբակալել են, փաստաթղթերը փոխանցել նախաքննական մարմին։ Շամշյանը հայտնել է, որ որդին հաշվառված է հոգեբուժարաններից մեկում։ Բնակիչները կայքին ասել են, որ եթե ոստիկանները ուշանային եւ Նարեկին չտանեին, կարող էին նաեւ իրենք տուժել։ Պարզվում է, որ սա նման առաջին փորձը չէ։ 7 տարի առաջ էլ է տղան ցանկացել սպանել ծնողներին։ Իրանում Սպահան-Թեհրան մայրուղու վրա ուղևորատար ավտոբուս է շրջվել, 13 մարդ է մահացել։ Եկեք միասին թերթենք մամուլի էջերը։
Հրապարակը գրում է ԿՊ վարչությունը ինչպես գիտեք ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քաստինգ է իրականացնում։ Կանչում են, հարցեր տալիս, անկետաններ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության խավարանով։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին կտրել են քննությունից։ Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են ընդգրկել թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ԿՊ համաժողովին, թե ոչ։ Մեզ ասացին, որ դուրս է մնացել շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների հետ։ Ասում են, վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու։ Օրեր առաջ մենք փորձեցինք Կարեն Սարուխանյանի հետ զրուցել վարչության քաստինգից, սակայն նա կտրականապես հրաժարվեց որևէ բան ասել։ Նույն աղբյուրը գրում է, պարզվում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-ից 3 միլիարդ դրամ գումար է ծախսվում, աշխատավարձ, շենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ, կամ ոչինչ չի անում, կամ էլ անում է ի վնաս Հայաստանի։ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նաև ելույթ է ունեցել խաղաղություն եւ վստահություն միասնության նպատակ հանուն կայուն ապագայի խորագրով նիստին, սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունում, որտեղ ռուսներն են ընդգրկված որպես հաղորդակցության միջոց եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով, մի կերպ թղթից կմկմալով, կարդալով ելույթը։ Սա աննկատ չի մնացել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Աշխաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում է ռուսաց լեզվով, բացառությամբ Վրաստանի եւ Հայաստանի նախագահների, եւ դա դիտարկվել է որպես Հայաստանի իշխանության հակառուսական վարքագծի ևս մի ցուցադրություն։ Ժողովուրդը գրում է, քննչական կոմիտեն ակտիվ քննչական գործողություններ է սկսել գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով։ Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով։ Ըստ պաշտպանական խմբի, նրանց քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանը ամիսներ առաջ դիմել է մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա։ Մասնագետները եզրակացրել են, որ չկա։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, բացի փորձագետներից, նախաքննական մարմինը ակտիվ քննչական գործողություններ է իրականացնում վկաների մասով։ Չի բացառվում, որ նման ակտիվ քննչական գործողությունները կապված լինեն այն հանգամանքի հետ, որ մինչև տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ որոշի գործը ուղարկել դատարան։ Հրապարակը գրում է, Մերձավան համայնքից վտարված աղտոյանների հարսն ու թոռները վերջերս ցանկություն են հայտնել վերադառնալ գյուղ, սակայն հանդիպել են սպանված Վալոդիա Գրիգորյանի հարազատների դիմադրությանը։ Մերձավանից մեզ պատմեցին, որ Գրիգորյաններին նախաքննական մարմինը հարցրել է դեմ չեն լինի, որ Փարաքարի ավականու ԿՊԱ-ական անդամ Դավիթ Աղտոյանի կինն ու երեխաները վերադառնան գյուղ եւ երեխաները գյուղի դպրոց հաճախեն, սակայն Գրիգորյաններն ասել են, դա հնարավոր չէ, քանի որ իրենց երեխաները, որոնք 11-12 տարեկան են եւ մյուս կողմի երեխաներին հասակակիցներ չեն հանդուրժի նրանց զավակներին դպրոցում կռիվ ու լարվածություն կլինի։ Ի վերջո որոշվել է մթնոլորտը չլարելու համար ձեռնպահ մնալ այդ քայլից։ Ի դեպ մեզ ասացին, որ ըստ լուրերի պետությունն աղտոյաններին տեղավորել է Դիլիջանում։ Մերձավանում այժմ մշտապես ոստիկանական ուժեր են կենտրոնացած, հսկում են ամեն խաչմերուկ ու փողոց։ Դելիում օդի աղտոտվածությունը հասել է այդ երկրի համար ամենաբարձր մակարդակին։ Նման խնդրի Հնդկաստանը բախվում է հիմնականում ձմռանը, երբ տեղումները օդում եղած փոշին ու թունավոր նյութերը իջեցնում են ներքև։ Այս կադրերում երևում է, թե ինչպես է ուժեղ քամին տապալում արձանը Բրազիլիայում։ Եվ եղանակ դեկտեմբերի 17-ին 18-ից 21-ին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։